Պարոն Կարապետյան, ընտրություններին 5 օր է մնացել։ Քանի օրինակ։ Մի քանի, միջև կհասնենք դռների մոտ։ Ընտրություններին մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսում են դուք, ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան կհավաքեք։ Եթե 50 պլյուս չհավաքեք, պարոն Կարապետյան, այդ վստահությունը որտեղից մարդես ու 50 պլյուս չհավաքեցիք։ Օրը ոնց 5 հավաքեց, արդեն նեղացրեցիք։ Դե նախորդին 21 թվին պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում մարդը 50-54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, Հյուստնեն էր մասնակցում, հիմա մենք ենք մասնակցում, որին թիրախավորում են ու ասում են, որ այդ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմության տակ Քոչարյանն նորից գալու վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է, որ 2021-ի մասնակցում։ Մենք ուժեղ ենք, չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Պարոն Կարապետյան, եւ ձեր ակնկալած բարձր տոկոսները չհավաքեք։ Դուք դե սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը, հետո 2 այլ եմ 100% գնահատում։ Ձեր Facebook-յան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև ուրախ եք դրա համար, թե չէ։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնել։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհաստատեք փող։ Դա այդ եթեն չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա։ Պատրաստում եք խորհրդարանում օպոզիցիա աշխատանի դաշնության ճնշումները ձեզ վրա ըստ էության լավ ազդեցություն չեն ունենում։ Հիմա Ռուսաստանի դաշնությունը կոնկրետ առևտրային ճանապարհ փակեց Հայաստանին, բայց դրանով Ռուսաստանի դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են։ Ես դրա հետ գործ չունեմ։ Ճնշում են, չեն ճնշում։ Ասում եք բզբզում, պրոռուսական ուժերը բզբզում։ Ես կալանքի տակ եմ, հեսա դատարանից, որ նստակ կսկսեմ բզբզել։ Դե Պալիկ Ալեքսանյանին է ձերբակալել հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում, բայց 100 միլիոն բան բաժանել։ Փողերի լվացման համար են մեղադրում, դուք սա անհիմն եք։ Ընտրողներին շահագրգիռ։ Մեր թիմից չկա մի մարդ, կոնե հասկանա ոնց են փող լվացում։ Դրա համար իրենք ինչ են մեղադրում իրենք։ Համարում եք, որ դա է քաղաքական։ Պարոն Կարապետյան, հասկանում եմ, երբ ասֆալտ ես թռնում, փող ես լվացում։ հնարավոր համարում եք, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ լինեն, օրինակ ընտրությունների նախօրեին, օրինակ Նարեկ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնելու։ Պարոն Կարապետյան, դուք բարբերաբար կրկնում եք 300 տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն։ որպես ընդդիմություն պատրաստ եք մարդկանց մոբիլիզացնել փողոցում։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա Բոլորը ասում են հաղթելու ենք, բայց դուք օգնելու եք, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Հետընտրական ինչ զարգացումների եք։ Տարբերակը իրոք չկա, մենք հաղթելու ենք։ Ալիկ Ալեքսանյանը ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարող պարզեք, ես ոնց պարզեմ։ Ոնց ձեր թիմակիցն է փոխանցողը։ Բայց մեր թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի Բայց ձայնագրությունները քրթական մարմինները հորինում են, ստեղծագործում են, դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով անպայման կգա ժամանակը շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ կարող։ Պարոն Կարապետյան, ԵԱՏՄ-ի հետ Մասին բաց են թողել դատանը, որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դուք ինչ Իհարկե մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40-ն են կալանք։ վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք, մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր հատկապես մարզերում։ Այս որ դուք տեսնում եք դա վարչական ռեսուրս է, թե Չէ, բայց դուք ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք մարզաբնակների հետ։ Եթե վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգու
կարողներին, այսինքն ղեկավարներին, չէ, կարողներին, շոր կարողներին ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է, բաժական։ 150-ից պարոն Կարապետյան։ Լավ, պարոն Կարապետյան, տեսեք, ուրեմն հաջորդ հարցին ես եմ։ Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հայտնվելու են կալանավայրում։ Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներից։ Լավ, գազի սակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, օդից կախված։ Ես իրոք տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով, որ դուք ասել եք Մակրոնն է Ալիևին ասել, որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցին, այդ շատ քննադատեցին ձեզ։ Դուք տենց իրոք տվյալներ ունեք, որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր մինչև ընտրությունները սկսել այդ process-ը։ Բայց դուք ասում եք տեղեկություն ունենք, որ թե ենթադրում եք։ Դե ինչ որ տեղեկություններ։ Կարապետյան, ամենաբարձր մակարդակով հերքվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին ձեր շրջանառած թեզը։ Նիկոլ Փաշինյան, արտգործնախարար Միրզոյան, բայց դուք շարունակում եք պնդել այդ թեզը, հերքված թեզը։ Ձեզ ինչ որ կենտրոնից Ուզում եք ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք։ Եթե ես չպնդեմ, կանցնի մի շատ քիչ ժամանակ, ես չեմ ահաբեկում։ Ես փոխարենը պոզիտիվ օրակարգով շահագրգռեք ձեր ընտրողներին։ Դուք նեգատիվ օրակարգով ահաբեկում եք տեղեկատվական դիվերսիա։ Ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիևը եւ բոլոր իրենց համախոհները։ Մենք ընդամենը հմկարում ենք խնդիրների մասին։ Պարոն Կարապետյան, տեսեք, 2021 թվականի ընտրություններից հետո երեխեքների հարց կարելի է Փաշինյանը հայտարարների վերաբերյալ Վարույթ հարուցել, որ չեք ներկայացրել։ Ի վերջո հիմա էլ արդեն տանն եք տնային պայմաններ։ Այ դա Վարդևանյանը իմ գլխին սարկեց, չէ, սարկեց, հեսա ճշտեմ, հեսա տեսում։ Պարոն Կարապետյան, տեսեք, ընտրություններից հետո, պարոն Կարապետյան, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք։ Ես ձեզ մի հարց ունեմ, կլսեք։ Հարուսինել էլ մի բան չէ, ոնց որ։ Հարուսելն էլ այդքան լավ բան չի։ Պարոն Կարապետյան, 2021-ի ընտրություններից հետո, երբ պատերազմ եղավ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջադրվեց եւ տեսակ ընտրություններում մեծ մասը ստացավ, ըստացան քվե ստացավ։ Մի խոսքով, ընդդիմությունը դուրս եկավ փողոց, բայց ինչ որ մի ժամանակ հետո այդ շարժումը մարեց եւ այդպես անցան բնականon աշխատանքի։ Հիմա դուք եք համարվում Փաշինյանի հիմնական մրցակիցը։ Դրա համար մենք հաղթելու ենք, չենք դուրս գալու փողոց, մենք հաղթելու ենք։ Բայց ինչի համար ենք մնում փողոց, հանգիստ կգնանք առոք մեր տները։ Քոչարյանն էլ ասում, որ մասնակցելու ենք ու կրելու ենք, բայց մասնակցեց ու առահատը կրեց։ Դե տարբերությունը, որ Քոչարյանը ասում էր կրելու ենք, մենք ասում ենք հաղթելու ենք։ Շատ Ճիշտ ասած, այդ հեշտ լավ բարձր արդյունքն էլ էր ասում, հաղթելու ենք, պատերազմը պարտվեց։ Ընտրողները նաև հետընտրական զարգացումների հետ են Տեսակ հուսեր փոխեմ այդ լոզունգը։ Ճիշտ Պարոն Կարապետյան, բայց տեսեք, եթե ավելի լուրջ ձեր խոսքերը շատ են քննադատում։ Այն ժամանակ ասում էին ձեր թիմակիցները թողեք թող խոսի Սամվել Կարապետյանը, տեսեք ինչ կլինի, հետո էլ իշխանությունը թողեց խոսելու, հիմա ձեզ անդադ քննադատում են։ Ձեր խոսքով մի տեսեք խոցել եք դարձում ձեր թիմը։ Այնպես բաներ եք ասում, որը չենք հասկանում։ Ինչ օրինակ, ինչն եմ անլուրջ ասել։ Դե ասում եք տեղեկություն ունենք, հետո ասում եք չէ ենթադրում եմ, հետո բան չէ, կարծում Համ ենթադրում եմ, համ տեղեկություն։ Դրանով իշխանության ձեռքը կոզր եք տալիս, որ Դրանով մենք իշխանությանը հաղթելու ենք։ Առաջին հետընտրական զարգացումներ լինելու Շատ են։ լավ բարձրանում։ Հետընտրական ձեր գլխին սարկում է փաստորեն։ Հիմա ինչ եք Վարդևանյանին։ Հիմա ինչ եք անելու։ Ի վերջո դուք բաց եք թողել ժամկետները, որ հայտարարություններ եւ ինչն է։ Դատարանի ժամանակ մտածելու եմ, մի 2 ժամ ունեմ ժամանակ մտածելու եմ, հետո կասեմ։ Ուզում եք վարչապետը դառնալ, բայց անհարգալից վերաբերմունք եք դրսևորում օրենքի նկատմամբ։ Կոռուպցիական հարգելման հանրահավաքների պահանջը չեք կատարում։ Մինչև դուք հասնեք նրան, որ իրենք բոլոր ապօրինությունները իմ նկատմամբ կանխեն, որ ես հնարավորություն ունենամ կատարեմ իմ իրավունքները։ Այսինքն ես հնարավորություն չունեմ ներկայացնել։ Ինչ ունեք, հիմա տանն եք, տնային կալանքի տակ եք, այն ժամանակ չէիք կարողանում հայտարարագիրը հայտարարագիր ներկայացնելու տեխնոլոգիային ծանոթացեք։ Պարոն Կարապետյան, հետընտրական հիմա ինչ եք անելու։ Երկարաժամկետ, թե կարճաժամկետ հնարավոր կլինի այս Ռուսաստանի մերժված ապրանքները եվրոպական շուկա արտահանել, որտեղ այսօր նախագիծ են ներկայացրել աջակցության, որ արտահանեն եվրոպական շուկա մեր ապրանքները։ 8 տարի ունեին, գոնե մի հատ ծիրան տանեն եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել մի հատ ծիրան տանեն,
ինքնը հնարավորություն չեն։ Պարոն Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ինքը Բիբարին օրինակ տեր կլինի, բայց ժողովուրդը պետք է խաղաղությանը տեր կանգնի։ Դուք խաղաղությանը տեր կկանգնեք, որ Նիկոլ Փաշինյանն էլ Բիբարին տեր Մենք կանգնի։ ամեն ինչին տեր կանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Բիբարին չի կարող։ Մաքսիմում կարող է մի կանա Բիբար ուտել։ Պարոն Կարապետյան, 2024-ին դուք հարցազրույց եք տվել եւ տնտեսությունից Հայաստանի կողմից։ 2025-ին ի՞նչն է փոխվել, որ տնտեսությունից գոհ չեք։ Հայաստանի տնտեսությունից հիմա էլ եմ գոհ, Հայաստանի իշխանություններից եմ դժգոհ։ Բախսումը որ այսօր մարդիկ չեն զգում Իշխանությունները չեն տնտեսությունը։ Թրիփին դեմ չեք։ Տնտեսավարողները վարում են իրենց քաղաքականությունը, իշխանությունը ոչինչով բացի քրեական։ Վարչապետը խաբար է ինչ է կատարում Հայաստանի տնտեսությունը։ Պարոն Կարապետյան, հիմա Կառավարության թիվ 1 Բայց իրեն ասեք, ինձ եք ասում, ինքը չգիտի դրա մասին։ վարչապետի լիազորությունների։ Ինքը չգիտի, ես ունեմ, բայց ինքը չգիտի դրա մասին։ Պարոն Կարապետյան, մի հարց։ Ինքը գիտի, ինքը բիբար Հիմա դուք թրիփին խոզի խորոված ուտի, այդ մարդը խաբար չի տնտեսություն։ Պարոն Կարապետյան, դուք ասում Բայց եք, մարդն դուր է գալիս, տենց խորոված ուտելը, տենց ձեռքերով մնացած, ասում են ժողովրդական է, բան է, իսկ այդ հարուստները չեք գալի, չեք շփվում մեր հետ, բան չեք անում։ Ինչ թողեցին չգնացի։ Ասա թողեն, վաղը գնան։ Իսկ ինչու են ձեզ դիմում, պարոն վարչապետով, ձեզ հետ հանդիպած մարդիկ։ Մի քիչ չեք շտապում, պարոն Կարապետյան։ Վարչապետ չէ, դեռ Կարապետյան։ Հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնեք ինչու են այդպես Բայց դուք դժվար չեք զգում։ Բայց եթե կառավարության նիստ եք հանդիպում, Ինձ համար ոչ լավ եմ զգում, ոչ վատ եմ զգում։ Իմ համար սովորական է։ Ես վատ եմ զգում, երբ անիմաստ գալիս եմ այս դատարաններ, այ դրանից վատ եմ զգում։ Ի վերջո ինչ արեցիք այդ անձնագրերի քաղաքացիություններից հրաժարվելու ՌԴ եւ Կիպրոսի ի վերջո մի շաբաթ մնաց ընտրությունների։ Ասել եք Վարդևանյանին ասել, Վարդևանյանն չի պատասխանում, էլի դրա համար ձեզ Վարդևանյանը մի քիչ մեծամտածել։ Ես դες դուրս պատահել, Դե հարցը ախր անում եք վարչապետը դառնալ։ Այո, դրա համար ամեն անգամ նույն հարցը չեն տալիս, դա process է։ Պատասխան, ինչ եք արել, դրա համար ասում եմ, այդ process-ը։ Դրա համար սկսել ենք process։ Process-ը ժամանակատար է։ Process-ը որն է, ինչ process եք սկսել։ Կոնկրետ ինչ եք արել։ Եթե ես ուզում եմ քաղաքացիություն։ Դու գոնե մեկ անգամ հրաժարվել եք, չէ, մի րոպե։ Հրաժարվել եք քաղաքացիությունից։ Ոչ, չեմ պատրաստվում, մի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Դե որ փորձեք հրաժարվեք, տեսնեք, որ դա ժամանակ է պահանջում։ Մեկը պարոն Կարապետյան ջան, զատնի չդնեք, դուք ասացիք ես զատնի դնողի տպավորություն եմ թողնում։ Հիմա վերահաստատում եք, եթե ընտրություններում դուք չհավաքեք Հիմա ավելի ագրեսիվ եմ վերահաստատում, ավելի ագրեսիվ։ Վերջո կբացահայտեք կանոնավորված ժամանակ։ Մի բան է քննարկում, օրինակ դուք կարող եք այդ հավակնոտ պնդման տակից դուրս գալ, որ ասում եք հաղթելու ենք, օրինակ Զարդիկ չեք որոնք դնելու։ ձեզ են ընտրել ու կարող են ընտրել, մտածում են ինչ կանեք, եթե պարտեք, արդյոք դուք Դե ախր նորից սկսում ենք զրոյից։ Փաշինյանի նման զրոյից ենք սկսում։ Մենք չենք պարտվելու, որ ջան, հաղթելու ենք, թե միշտ ինձ ուզում ձեր իշխանությունը այդ պարտվողական ձեր իշխանությունը հունիսի 8-ին մենք հաղթելու ենք։ Պարոն Կարապետյան, ի վերջո կբացահայտեք իշխանությունը։ Ասում եմ հաղթելու ենք, ասում է երախա։ Ներկայացուցիչներն ասում են, որ դուք բացահայտեք, իրենք քնար հարց ունեք։ Գուցե չեղարկվի ձեր ըստեյության Շատ մոդայիկ հարց եք տալիս, բայց այդ հարցը տեղին չի։ Պարոն Կարապետյան, Հիմա գնում ենք հաղթելու պլան B, պլան D, պլան C։ Պարոն Կարապետյան, կալանավորված ժամանակ, ներողություն, կալանավորված տարբերությունը ինչ է կանոն։ Հարգանք չկա մեկամյուսի նկատմամբ։ Այսինքն երաշխավորներ որպես դիտարկում եք Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ։ Տեսակ, հեսա դասավորը բռնի կալանքիք տանի։ Մասին խոսում եք, որովհետև դուք անմիջապես չեք կարող բանակցել Ալիևի։ Սիվիկի ու Փաշինյանի պատճառով տանեն կալանքի։ կալանավորման ժամանակ, ի վերջո կբացահայտեք ով է Լավ կլինի, ձեր հարցին ամենահեշտն է։ Արդյոք մտավախությունն այնա, որ չեք կարող